դուք ասել եք, որ դե այնպես չի, որ ճիշտ է ամեն անգամ այդ վիրահատական մեթոդով իշխանություն փոխել, որովհետև դա ընդհանրապես լավ չի։ Տրավմա է, այո, Հա, երբեմն տրավմա է տրավմա։ պետությունների համար, ոնց որ անդադ հիվանդին փորձես բուժես միայն վիրահատական ճանապարհով։ Բայց եղավ իրավիճակ, երբ դուք ինքներդ սրբազան պայքարին մասնակցեցիք, գնացիք, քայլեցիք ու նենց կիսաթեժ վիճակում, երբ դեռ կոնսոլիդացիա կար, երբ դեռ հարց էր առաջանում, ով, ինչ, երբ իշխանափոխության բաներ կային, էլեմենտներ կային, դուք գնացիք հարցազրույցում, ձեր հերկուս գնացիք ու ասեցիք, որ բանը Բագրատ Սրբազանը ասել է, որ ինքը անցումային կառավարիչ է լինելու։ Հələ մի րոպե մոտ հասկանանք ով է գալու բան, նախարարները ձերով են, պաշտոնյաները ով են լինելու։ Հիմա այդ իրավիճակում դուք նույն հարցադրումներն եք անում, ինչ որ ԿՊ-ն, ձեր խոսույթը պիտի ԿՊ-ի խոսույթից տարբերվի, թե չէ, դուք ինչի ԿՊ-ի ջրաղացին ջուր լցրեցիք։ Ներողություն, ես դրան բացարձակ համաձայն չեմ, այդ ընդմանը բացարձակ համաձայն չեմ։ Ընդհակառակը, իդե Բագրատ Սրբազանի հետ մի քանի անգամ այդ հարցը քննարկել եմ։ Ես իրեն ասել եմ, դու պետք է մարդկանց հստակ հեռանկար տաս, թե դու ինչ իշխանություն ես բերում հետո, ով է քո կառավարությունը, դու պրոֆեսիոնալ կառավարիչ չես։ Դու հոգևորական ես, դու ինչ որ իմաստով այո, ես շարժման խարիզմատիկ առաջնորդն ես, քաղաքական նաև առաջնորդն ես, բայց հետևից ով է գալի։ Պիտի ցույց տաս մարդուն։ Էական էր այդ դեպքում, բան։ Շատ ավելին ձեզ ասեմ։ Բայց եթե ասում եք Փաշինյանը չարիք է, աղետ է, սրոնից վատ չի կարող լինել, տականք դավաճան է, այս բաները որ ասում եք, էլ դրանից հետո ինչ էականով կլինի։ Շատ էական է, որովհետև թեկուզ մեր առաջին հարկի հարևան Վալոդ Ջաջան կար, պարոն Չալաբյան։ Չէ, ջանս, լսի մի հատ էլի, տենց չի, որովհետև մարդը, այն այսպես ասած միջին վիճակագրական մարդը, տենց չի մտածում։ Մարդկանց հետ որ շփվում ես, մարդը ասում է, որ Փաշինյանին տարար տեղը ում ես բերելու։ Իրա գլխում է դա, ախր գիտեք ինչու՞ է խնդիր էլի։ Մենք ունենք ընդդիմության մի հատ թեև, որը անընդհատ այդ մանտրայի մեջ է, որ Փաշինյանը չարիք է, տեղը Վալոդն էլ գա լավ է, բայց մարդիկ տենց չեն մտածում։ Մարդիկ ասում են, իսկ ես անընդհատ մարդկանց հետ շփվում եմ, չէ՞։ Ասում են, ամենապարզ հարցը տալիս են, ասում են, որ դու գաս Փաշինյանի տեղը, դու ինչ ես անելու։ Քեզ այդ հարցն են տալ։ Դու ո՞նց ես փոխելու։ Դա նորմալ է, որ առաջանա այդ հարցը։ Եվ իդեպ ես ձեզ ասեմ, դուք հիշեք, որ սրբազան պայքարը ի վերջո տենց իր էներգետիկան ընկավ, հա, եւ ինքը գնաց մարման։ Ի թիվս այլոց, որտեղ մարդիկ այդ հարցի պատասխանը չեն ստանում, որտեղ մարդկանց գլխի մեջ նաև տեղեր գտել են բանը ворթը, որ Բագրատ Սրբազանի մեջքի հետևից գալու են նախկինները։ Հասկանում եք, այսինքն, բայց ես իրան ասում եի, դու ցույց տուր, ով է քո բանը, այսպես ասած թիմը, բեր նոր։ Այսինքն դուք կողմ եք, որ թող Փաշինյանը մնա, մենակ նախկինները չգան։ Չէ, ես դրան չեմ կողմ։ Ես կողմ եմ, որ Փաշինյանը գնա,